Մենք վերադարձանք տաղավար հարգելի հեռուստադիտող, տաղավարում ջերմ տրամադրությունը եւ մենք դարձյալ մշակութային տարբեր իրադարձություններից ենք խոսում եւ քանի որ ամանորին մնացին օրեր, հաշված օրեր մնացին, մենք նաեւ խոսելու ենք ամանորի հոգեվոր խորհրդի մասին, տաղավարում է Դիլիջանի հոգեվոր հովիվ Տեր Շավարժ Քահանան։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Քանի որ Դիլիջանից եք եկել, եկեք նախ մի փոքր պատմեք ինչպես եք Դիլիջանից եկել, որովհետեւ գիտենք որ նաեւ ձյուն է Դիլիջանում, վերջապես ամանորի շունչը եկավ, հասավ Դիլիջանում մնացած հյուսիսային հատվածներ, ոնց եք հասել մեր տաղավար։ Շատ լավ, փառք Տիրոջ է։ Ճանապարհը բաց էր, ճիշտ է ձյուներ մի փոքր մարախուղ, բայց տոնական։ Ձմեռ է եւ այդպես էլ պիտի լինի։ Ինչպես են մեկնարկում ձեր առավոտները Տեր հայր։ Առավոտները միշտ արթնում եմ ժամը 7-ին, պատրաստվում, եկեղեցի եմ գնում, ժամ 2-ին, հետո արդեն տարբեր մարդկանց հանդիպել, զրույց եւ ամբողջ օրս այդպես մարդկանց հետ։ Այո։ Քանի որ ամանորի շուրջ մենք անընդհատ խոսել ենք տաղավարում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր ամանորյա եթերն էլ է դրա մասին, մենք անպայման ուզեցինք խոսել նաև ամանորի հոգևոր խորհրդի մասին։ Սա շատերի համար նոր սկիզբ է, միշտ էլ յուրաքանչյուր տարին փորձում ենք նոր նպատակներով ու ցանկություններով մեկնարկել, ինչպիսի հոգևոր խորհուրդ կա այդ նոր սկզբի միջև տարեմուտին ընթառաջ։ Ընդհանրապես քրիստոնյայի համար իր տարեմուտը սկսվում է Սուրբ Ծնունդով, բայց քանի որ նաև օրացուցային փոփոխություն է, ինձ համար ոչ թե նորի սկիզբ էլ հաշվետվության օր է ամանորը, թե դու անցյալ 365 օրերի ընթացքում ինչ ես սարել, ինչ ձեռբերումներ ես ունեցել, ինչ բաց թողումներ կամ լինում է, չէ՞ որ մենք տարվա սկզբում մտադրում ենք, որ այս տարի ավելի լավը պիտի լինենք, այս բաները պիտի փոխենք մեր կյանքի մեջ, կամ հասցնում ենք կամ չենք հասցնում եւ այդ ամանորի շեմին, որ դու կանգնում ես, որ վերջանում է, որ քո կյանքից 1 տարի էլ անցավ, դու քո արչեւ եւ Տիրոջ արչեւ հաշվետվության ես կանգնում, որ նոր հասկանաս ինչ արես եւ այդ նորը նաեւ արդեն երկրորդ իմաստով քեզ նոր առիթ է տալիս Աստված, ինչպես ամեն բացվող առավոտ է քեզ նոր օր հրաշք բացվում է քեզ համար, քո օրը կարգավորելու քո ամբողջ տարին եւ ամենակարևորը դու ինչ պիտի անես այդ տարվա մեջ ոչ թե քեզ համար, այլ այն մարդկանց համար, ովքեր քեզ են վստահված, քեզ են նայում եւ վերջապես քո հայրենիքի, քո պետության համար դու ինչ կարող ես անել։ Քանի որ նշեցիք, որ հաշվետվության տարի է, հաշվետվություն է այդ տարվա վերջը, ինչպես հաշվետու լինել ինքդ քեզ, Աստծուն եւ ինչ հիմնական նպատակներ դնել քո հոգեվոր կյանքում նաեւ մաքուր առաջ գնալու համար։ Ընդհանրապես, երբ որ ես նայում եմ տարբեր հարթություններում, որ մարդիկ ներկայացնում են թե իրենց առաջի 100 օրերում կամ այս տարվա մեջ ինչ արեցին, մարդիկ հիմնականում խոսում են այն ամենի մասին, ինչ որ իրենք արել են։ Նյութական ձեռքբերումների շատացում։ Բայց եթե դու 100 կետ ես քո առջև դրել ու դրանցից ընդամենը 10 ես կատարել, նշանակում է դու չես հաջողել։ Դու պիտի խոսես քո չարածների մասին, ինչը որ դու չես հասցրել արել։ Եթե ես մտադրվել եմ, որ պիտի շատ մարդու սիրեմ, բայց քիչ մարդու եմ սիրել, նշանակում է ես չեմ հաջողել դեռ իմ սիրո մեջ։ Եվ այդ ճանապարհի մեջ դու ինքդ պիտի տեսնես քո բաց թողումները դրանց ആണ്, ինչը պատճառ եղավ, որ դու չկարողացար այս ամենը կատարել։ Իսկ այդ ամենը չկատարելու պատճառով մեկ բան կա, դու նախ քեզ եւ Աստծո առջեւ պիտի հաշվետու դնես։ Մարդիկ մեզ կարող են այդ օրը գովել, հաջորդ օրը փնովել։ Դու պետք է հասկանաս դու ինչ ես արել, որ կարող ես թողնել հետոյի համար։ Տեսեք, Անահիտ ջան, մենք չենք կարող մեր ապագան պատկերացնել։ Մենք չգիտենք մեզ վաղը ինչ է սպասում եւ գալիքում ինչ պիտի լինի, բայց մենք ինքներս մեզ պիտի պատրաստենք այդ գալիքի համար։ Մենք ինչպիսին պիտի ներկայանանք, կյանքի փորձություններն են, արտաքին, ներքին, զուտ մեր հասարակական մարդկային հարաբերության մեջ ամեն օր խնդիրները բարթանում են։ Մարդիկ ցեն իրարից հեռանալ, մարդիկ վախենում են իրար աչքերի մեջ նայել եւ խոսել։ Մենք միշտ սովոր ենք հետևից խոսել, քննադատել, բայց լավ կներ այդ մարդու հետ խոսեիր մի պահ, գուցե ինքը քեզ բացատրեր այդ սխալի մասին։ Հետո դու իրեն օգնեիր, ինչպես Հիսուս ինքն ասում, երբ որ տեսնում ես եղբայրդ մեղքի մեջ է, սխալի մեջ է, ասում է կանչիր այդ առանձին խոսի։ Եթե քեզ չլսի, կանչիր երկուսով խոսեք, թե ձեզ էլ չլսի, եկեղեցում խոսեք, նոր հետո թողեք այդ մարդուն, բայց ոչ առանց բամբասելու կամ չարախոսելու։ Այս սա է մեր լուրջ նպատակը ամբողջ տարվա մեջ, թե մենք ինչ ենք ուզում անել եւ ինչպիսի հասարակություն ենք ուզում տեսնել մեր կյանքի մեջ։ Ստացվում է պետք է սիրտը մաքրել տարեմուտին ընթառաջ, պետք է այն բոլոր դրական հույզերով լցնել, որ հնարավոր է, ու սրա մեջ նաև ներման մասին եմ ուզում խոսել, որովհետև տարեվերջին միշտ ամփոփում ենք նաև մեր անձնային հարաբերությունները շատերի հետ, որքանով է կարևոր այդ ներումը զգալ սեփական սրտում։ Սուրբ Ծնունդը եւ աման օրը նաև արդեն ինքը նաև մոռացություն է անցյալում, ինչ որ կա պիտի թողնես։ Գիտեք, հрьяաների մեջ սովորություն կար մի որոշակի օր, որ բոլորը ինչ որ թե նյութական պարտքը, թե խռովը, թե ողը պիտի ներեր քո դիմացինին։
Ուրեմն Սուրբ Ծնունդը նաև հաշտություն է մարդու եւ Աստծո միջև, չէ՞, ինչ նպատակով Հիսուս ծնվեց, ասում է Աստծուն փառք վերադարձնելու, մարդկանց մեջ հաշտություն լինելու եւ երկրվա խաղաղություն հասնելու։ Ուրեմն Սուրբ Ծնունդը այս երեք նպատակով է եկել, որպեսզի մարդը նորից անդրադառնա, որ ինձ բարձր իր փրկիչն է, իր հետ, իր դիմացին հետ պիտի հաշտություն գտնի, հետո կարողանա երկնքի հետ իր հաշտություն ունենա եւ հետո նոր պիտի խաղաղություն հաստատի մեր կյանքի մեջ։ Ներել ամենաբարդ գործն է այս աշխարհի մեջ, որտեվ բոլոր մարդիկ ուզում են որ առաջինը դիմացինը ներողություն խնդրի, բայց մենք երբեք Հիսուսից ներողություն չխնդրեցինք, ինքը մեզ ներեց։ Մենք այն ժամանակ ներում ստացանք, ինչպես Պողոս Առաքյալն, որ մենք թշնամի ենք Տիրոջը, ներեց։ Ուրեմն դու էլ կարող ես ներել։ Ներել չի նշանակում առաջապես վերցնել մարդուն դնել քո գլխին, բոլոր հնարավորությունները տալ, քո կյանքը նորից վտանգելու կամ թուն, այլ հակառակ այդ մարդուն առիթ տաս փրկվելու։ Ուրեմն նոր տարին այդ առիթն է դիմացինին տալու, ում հետ որ ոխ ունես, խնդիր ունես, հաշտվելու, այդ մարդու հետ սիրով ապրելու, որովհետև այսօր հացից ավելի շատ մեր կյանքում սիրո պակաս կա։ Եթե այդ սերը վերականգնենք, մնացած ամեն բան մեր կյանքի մեջ կվերականգնվի։ Տեր հետ երբեմն լինում է, որ ստացվում է այս հոգևոր խորհուրդներով ներել դիմացինին ու սիրո զգացմամբ լցվել նրա նկատմամբ, բայց ընթացքում հակառակն է տեղի ունենում եւ նորից յուրաքանչյուր տարվա ավարտին անհրաժեշտ է այդ ներումը զգալ։ Ինչպես պահել դա ամբողջ տարվա եւ առհասարակ կյանքի ընթացքում, որպեսզի դա շարունակական բնույթ կրի։ Երբ Պետրոս Առաքյալը մոտեցավ Հիսուսին, ասաց. «Ես եղբորս քանի անգամ ներեմ, որովհետև օրենքի մեջ գրված է 7»։ Այո։ Հիսուս ասում է. «Ես քեզ ասում եմ 7 անգամ 70», այսինքն մեկ օրվա մեջ 490 անգամ, ցույց տալու համար, որ ներելը սահման չունի։ Այսինքն մենք իրավունք չունենք նստենք հաշվենք այսօր ներեցինք, վաղը չներեցինք, ով որ ծնող է զավակ ունի, գիտի իր զավակը ինչ էլ անի, ամենաստոր քայլին էլ գնա, իր զավակը, իր ծնողը միշտ պատրաստ է իր զավակին պաշտպանելու, չէ։ Այնպես էլ Աստված մեր հանդեպ է այդ նույն կեցվածք ունի, Աստծո կեցվածքը այսօր ներողամտությունն է մարդու հանդեպ, եւ Աստծո նպատակը յուրաքանչյուր մեղավոր մարդուն փրկելն է։ Այնպես էլ դու քո ներումով կարող ես մարդուն փրկել։ Երբ են մարդիկ չարանում, երբ որ իրանց չեն սիրում։ Մարդիկ սիրո պակասից են չարանում, մարդիկ սիրո պակասից են անտարբեր դառնում, մարդիկ սիրո պակասից են հանցագործ դառնում։ Այ հիշում եք, երբ որ Հրանտինքին սպանեցին, իր կինը շատ կարևոր մի հայտարարություն ասաց, այդ մարդասպանը, որ սպանեց, նա երեխա էր մի ժամանակ, ասես գնացեք տեսեք թվերին իրեն կրթե եւ ինչու ինքը մարդասպան դարձել։ Եվ մարդը կարող այդ դաստիարակությունից, սիրո պակասից դառնալ այդպիսին։ Եվ քանի որ մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, մենք ամեն օր այդ գործընթացը պիտի անենք։ Եթե դու ուզում ես քեզ ներեն, դու պիտի ներես։ Եթե ուզում ես քեզ սիրեն, դու պիտի սիրես։ Եթե ուզում ես քեզ գնահատեն, դու ինքդ պիտի գնահատես։ Եվ ոսկի կանոնը Սուրբ Գրքի, այն ամեն ինչ կուզենաք, որ մարդիկ ձեզ համար անեն, նույնը դուք արեք։ Ուրեմն այս սկզբունքով ենք մենք առաջնում։ Ամենագլխում մենք հանուն Քրիստոսի ենք այդ ամեն անում։ Եթե մնա մեր մարդկային տկարություններին, մենք երբեք չեն կարող գոնե նույնիսկ մեր հարազատին ներել։ Շատ կարևոր մեկնակետից նաև խոսեցիք ընտանիքի գաղափարից, որովհետև յուրաքանչյուրի սրտում այդ բարությունը, յուրաքանչյուրի նկատմամբ ներողամտությունը մեր ընտանիքից ու այդ ընտանիքում ստացած դասերակցությունից է գալիս։ Եվ քանի որ ամանորը նաև տոն է, երբ ընտանիքով եք հավաքվում եւ ընտանիքով եք նշում այդ տարվա առաջին վայրկյանները միասին եք անցկացնում, ինչպիսի ընտանեկան աղոթքի շուրջ կարելի է հավաքվել տարեմուտին։ Մինչ սովետական միություն չկար ամանորի շքեղ տոնակատարություններ, ճոխ ճաշկերույթներ, սեղաններ, կար պահեցողությամբ պատրաստվել Քրիստոսի ծնունդը նշելու։ Նախ ամանորը պահքի օրեր են, այսինքն այս տարի դեկտեմբեր 30-ից մինչև հունվար 5-ը պահքի օրեր են, որ մարդը պիտի մի պաշար, մի պահ թողնի ուտելը, դրա մասին չպիտի մտածել, ավելի շատ պիտի սիրո մասին։ Այդ ճոխ սեղանները գծված են, բայց մարդիկ ուրախ չեն։ Ուրեմն նշանակում է ուտելով մենք չենք կարող ուրախանալ։ Եվ իրար տուն գնալ գալը նոր տարում դա գողացված սովորություն է Սուրբ Ծննդից, որտեղ Սուրբ Ծննդյան գիշերը մարդիկ գնում են իրար տուն, ավետիս են, որ Քրիստոս ծնավ եւ այսինքն ծնունդով են ուրախանում։ Հա, գնում ենք, ասում ենք շնորհավոր ամանոր։ Հետո ինչու վրա պիտի ուրախանաս, որ օրացության մեկ օրը փոխվեց, ոչ, ուրեմն խորհուրդ պիտի լինի, որ ուրախան, ուրեմն երեխա է ծնվել, մենք դրա համար ենք ուրախանում, ուրեմն առաջին բանը այդ ծնունդի սպասումն է, դու երբ որ երեխան դեռ չծնված, մենք քեֆ չենք անում, հենց երեխան ծնվում են, որ հարազատները հավաքվում են, ուրախանում են, ուրեմն Քրիստոսի շուրջ հավաքվելն է ընտանեկան խորհուրդ, այսինքն մենք ծնունդի համար ենք հավաքվում, միասին նշելու։
ուտելը երկրորդական կողմն է, կարևորը աղոթքն է։ Երբ որ սեղանի շուրջ ենք նստում, միասնական մեր ձեռքերը բռնում ենք, նախ գոհություն ենք հայտնում մեր անցյալ 365 օրերի համար, որ հիվանդություններ տեսանք, պատահարներ, նեղություններ, բայց հաղթանակած դուրս եկանք այդ ամ։ Նախ դրա համար է շնորհակալություն։ Երկրորդ շնորհակալ ենք, որ ընտանիքով միասին ենք համախմբված, որտեղ ընտանիքի ամրությունից է նաև պետության ամրությունը։ Ընտանիքի առողջ վիճակից է հասարակության առողջ վիճակ։ Եթե ընտանիքի մեջ կա հայոյանք, սուտ, չարախոսություն, բռնություն, հասարակության մեջ էլ պիտի։ Եթե ընտանիքի մեջ կա սեր, այդ սերը վարակիչ շղթաներով բոլորին պիտի կապի, մարդիկ Քրիստոսի ծնունդով պիտի ուրախանան, իրար պիտի ներեն եւ այդ խաղաղության մեջ ապրեն։ Եթե կա խաղաղություն, այնտեղ բնակվում է Աստված։ Այո, եւ քանի որ կա սեր, դա փոխանցվում է տան բոլոր անդամներին, այդ թվում եւ փոքրերին, ովքեր ամենաշատն են կրկնօրինակում այն, ինչ որ տեսել են նրանք այդ ընտանիքի հայելին են։ Ինչպես այն հոգեվոր արժեքները, որոնց մասին դուք խոսեցիք, փոխանցել փոքրերին, մանուկներին ավելի մատչելի լեզվով, ավելի հետաքրքիր լեզվով, որովհետեւ իրենք կլանում են այն, ինչ լսում են։ Երեխան ծնված օրվանից ինքը պիտի հոգեվոր դաստիարակություն ստանա։ Այ մի օր մի ծնող գնում է մի սրբակենցաղ վանականի մոտ, ասում է. «Երբ սկսեմ իմ երեխայի հոգեվոր դաստիարակությունը», ասում է երեխան քանի, ինչքան է, ասում է 6 ամսական, ասում է արդեն 6 ամիս ուշացել ես։ Ուրեմն ծնված օրից պիտի սովորեցնես։ Երեխան խոսել սովորեցրեց, իրեն աղոթել պիտի սովորեցնես։ Երեխան ու քայլել սովորեցրեց, իր ոտքերը պիտի ուղես Աստծո։ Նախ ծնողը պիտի ապրի։ Երբ որ երեխան տեսնի, որ ծնողը խոսում է այս արժեքներ, բայց ինքը դրա կրողը չէ, ինքը անտարբեր պիտի դառնա։ Հիսուս ինչ էր անում։ Ինքը ինչ որ խոսում էր, ապրում էր։ Դրա համար նույնիսկ փարիսեցիները, որ Հիսուսին ատում էին, ասում են վարդապետ, մենք գիտենք, որ դու անաչառ մարդ ես, երբեք մարդկանց մեջ տարբերություն չես դնում։ Այսինքն Հիսուս իր կեցվածքով, իր քարոզած ապրածով սովորեցեց անգամ իրեն հակառակորդ մարդկանց ընդունել, որ Հիսուս այդ ճշմարիտ սիրո քարոզիչն է։ Եվ երեխայի մեջ պիտի դնես այդ արժեքները։ Շնորհակալություն բառը մանկուց պիտի սովորեցնես, ներողություն խնդրելը մանկուց պիտի սովորեցնես, դիմացինին գնահատելը մանկուց պիտի սովորեցնես, որովհետև դու այս երեխան քո սեփականությունը չի։ Իմ զավակը իմ սեփականությունը չի, իմ զավակը ավելի շատ դպրոցում է լինում, քան մեր տանը, չէ։ Ուրեմն այն դպրոցը որ գնում է, ինքը պետք է արժեքը քո տանից տանի այնտեղ։ Եվ հետո երեխան այս հասարակությանը, պետությանն է պատմում, դու նաև քո վաղվա օրն ես պատրաստում երեխայի դաստիարակություն։ Եթե կա հոգևոր արժեքը մարդու մեջ, ես միշտ ծնուն ասում եմ, եթե ձեր երեխան սովորեցնեք աղոթել, Աստծով ապրել, իրենք մեծանան, ինչ էլ աշխարհում կատարվի, իրենք իրենց կյանք, իրենց կերպարը չեն փոխել, իրենք մնալ են այդ մաքրության ու ազնվության մեջ, բավարարվելու են քչով, օգտվելու են այն ինչ որ իրենց է վերապահված եւ տալու են այն ամեն ինչ որ կարող են տալ դիմացի մարդուն ուրախություն պատճառելու համար։ Ինչպիսին է հիշում ձեր մանկության ամանորը, Սուրբ Ծնունդը եւ ինչպիսի ավանդույթներ կան, որ ձեր ընտանիքում պահվել են ու դուք հիշում եք դրա մասին։ Դե երեխա ժամանակ բոլոր ընտանիքներում ինչ որ կատարվում էր, նույնն էր։ Բոլորը հավաքում էին տոնածառը, նվերները, սեղան այն ժամանակ դեռևս մեր մանկության ժամանակ դեռևս պասուստոլման պահպանվում էր, հիմա վերջին տարին դա էլ չկա։ Նվերներ փոխանակումը եւ եկեղեցի գնալը։ Այո, արդեն որ եկել են գիտակցական, մենք միշտ նոր տարին արդեն ամանորը, գիշերը եկեղեցում ենք հավաքվում։ Հիմա Դիլիջանում էլ արդեն տարիներ եկեղեցին 11-ից արդեն լեցուն են, միասին աղոթում ենք, շնորհավորում ենք, նոր գնում ենք իրար տներ, հետո հանդիպելու առավոտյան պատարագին եւ արդեն Սուրբ Ծննդյան օրերին։ Իմ մանկության հիշողությունները ամենաջերմն, որտեղ բոլորով միասին էինք ընտանիքով հավաքվում էինք, սեղան էինք նստում, շնորհավորում էինք եւ արդեն պատրաստում Սուրբ Ծննդյան արարողություններ։ Ստացվում է տարեմուտը սկսվում է եկեղեցում, նռոր ներքի արարողությամբ եւ առավոտն էլ մեկնարկում է պատարագով եկեղեցում։ Քանի որ ամենուրեք տոնակատարություններ են եւ դրանից խուսափել այլևս հնարավոր չէ, այդ ճոխ սեղանները միշտ էլ կան եւ կարծում եմ շատ կշարունակվեն, ինչպես պահել այդ հավասարակշռությունը ոգևոր արժեքների մեջ լինելու եւ նաեւ տոնակատարության մաս կազմելու, որովհետեւ խնջույքին մաս կազմել շատերն են ցանկանում եւ կարծում եմ դա բնական է։ Վատ բան չէ ուրախանալը։ Հիսուս ինքը գնաց հարսանիքին մասնակցեց եւ առաջին հրաշքը հենց հարսանիքում Կանա քաղաքում կատարեց, երբ որ ջուրը գինու փոխանցեց, ինչ է ասում, Աստվածամայրը գալիս է Հիսուսին ասում է գինի չունի, այսինքն իրենց ուրախությունը պակաս է։ Ուրեմն քրիստոնյան տխուր, տրտում, խեղճ մարդը չէ, քրիստոնյան ուրախ է, Պողոս Արաքյալի խոսքն է, չէ, ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Ուրեմն ուրախությունը նախ հոգևոր է։
Եթե հոգևոր ուրախությունը կա, մենք չենք նայում սեղանի առատությանը, թե ինչեր կան դրված։ Մենք նայում ենք, թե ինչ սիրով է պատրաստված։ Դու կարևոր չէ ինչ ես անում, եւ չափն էլ կարևոր չէ։ Կարևոր թե դու քո արածի մեջ ինչքան սեր ես դնում։ Այդ սերն է, որ գնահատվում է։ Կան չէ սեղաններ, գնում ես, չես կարող ուտել, բայց կան սեղան, որ գնում ես պարզ հաց ու պանիրով, անդադար ուզում ես ուտել, ամենայն սիրով է դրված այդ ամենը։ Կարևոր է այդ սեղանի շուրջ սերը տիրի։ Եթե սերը չկա, այդ ուտելիքը պարզապես միջոց է հավաքվելու։ Եվ մենք ում համար ենք գնում, մեկս մյուսի սիրո համար ենք չէ գնում, մեկս մյուսին տեսնելու, ուրախանալու։ Մեզ ոչ թե այդ ուտելիքը պիտի ուրախացնի, այլ իրար տեսնելը պիտի ուրախացնի։ Մեզ ոչ թե նվերը պիտի, այլ նվեր տվողով մենք պիտի ուրախանանք։ Որը մենք շատ հաճախ նվերին ենք նայում, բայց մենք նվեր տվողին պիտի տեսնենք, որովհետև նա է այդ սերը դրել եւ որոշել այդ նվերը մեզ համար իրենից կտրել է, խնայողություն արել, գնել է, որ քեզ ուրախացնի։ Ուրեմն այդ ուրախության համար ենք մենք հավաքվում, բայց մի պայման կա, որ այդ ուրախությունը զեղության, ցոփ ու շվայտության հարբեցողության, վեճերի չվերածվի, այլ նաև շատ կարևոր է այդ ուրախությունը աղոթքով լինի, հոգևոր շարականներ երգելու, ոչ թե անկանոն երկու պարով շարժ ու ձևով լինի, որ արդեն տանում է դեպի այլ տեղ։ Տեր հայր, նաև տարեմուտի վերջին վայրկյաններին ու րոպեներին իմ օրինակից ելնելով ներքին աղոթք է սկսում ինքդ քո մեջ եւ դա սկսվում ու ավարտվում է 2025-ին, 2026-ին էլ սկսվում է, ինչպիսի ներքին աղոթք ունեք դուք ձեր մեջ եւ ինչպիսին է այդ աղոթքի բովանդակությունը։ Ես սիրած աղոթքներ ունեմ շատ, բայց իմ ամենասիրելի աղոթն ասում Տեր, դուր ինձ այն, որ ես ավելի շատ սիրեմ, քան սիրվեմ։ Ավելի շատ հույս տամ, քան հույս վերցնեմ, ավելի շատ քեզ փնտրեմ, քան ուրիշներն ինձ փնտրեն։ Սա ամենակարևորն է։ Երբ որ դու սեր ես ուզում տալ, ոչ թե վերցնել, դու արդեն պատրաստ ես մարդկանց բոլորին հավասարապես սիրելու։ Մարդիկ ամենաբիրտ կոպիտ մարդն անգամ ինքը սիրո կարիք ունի, անկեղ ժպիտի կարիք ունի։ Եվ այս աղոթքով պիտի մտնես հաջորդ տարվա մեջ, որ այս տարին ինչ որ չհասրեցի, գոնե այս անգամ ավելիով կատարեմ։ Այն ժամանակ, որ զբաղվեցի անիմաստ զբաղմունքների վրա, կարողանամ տրամադրել հիվանդին, վշտի մեջ եղող մարդուն, մխիթարություն ունեցող մարդուն, հիվանդին այցելության, բանտում եղող մարդուն, նեղության մեջ, անտարբերության մեջ եղող մարդուն, գնաս ասես որ դու միայնակ չես, քեզ սիրող կա այս աշխարհի մեջ։ Շատ յուրօրինակ հոգևոր զրույց ստացվեց, կարելի է անընդհատ շարունակել, բայց կուզեմ մեր զրույցն ամփոփենք այն հոգևոր խորհրդով, որով կարող ենք դիմել նաև մեր հեռուստադիտողին, առհասարակ ոչ միայն տոնական օրերն ինչպես սկսելու ավարտել, որովհետև Սուրբ Ծննդյան օրով էլ է մեկնարկում եւ միայն օրացուցային փոփոխությունը չէ տարեմուտը, ինչ հոգևոր խորհրդով կուզեք ամփոփել մեր այս զրույցը։ Ես կուզեմ, որ մարդիկ այս աշխարհի մեջ նախ հրաշքներ չփնտրեն, որովհետև ամենամեծ հրաշքը է, որ մենք ամեն առավոտ արթնանում ենք եւ ասում ենք բարի լույս։ Երբ որ դու ամեն երեկո պարկում ես, քեզ ոչ ոք չի խոստանում լուսաբաց։ Դու պիտի ամեն ինչ անես, որ այդ երեկոն խաղաղ պարկես։ Եվ ինչ որ կանենք այս աշխարհում, ինչ որ կշահենք շատ կամ քիչ, ավել կամ պակաս, սա մեր երջանկության հետ կապ չունի։ Մարդ պիտի փորձիր դիմացին երջանկանցնել։ Սերը, երբ որ դու քո անձը զոհաբերում ես դիմացինիդ երջանկության համար։ Ես կուզեմ, որ այս գալող 2026 տարին Քրիստոսի տարին, որ նորից պիտի բացվի մեզ համար, հաշտության տարի լինի, հոգևոր վերանորոգության տարին։ Մարդիկ ձևականորեն Տիրոջ չհավատան, շուրթերով չպաշտեն ու սրտով շատ հեռու լինեն։ Կուզեմ, որ մարդիկ դիմացինին կարողանան լսել, որտեղ այսօր մեր հասարակության այդ խնդիրը կա, մարդիկ իրար չեն լսում, իրար ճանաչեն կամ չճանաչեն, չեն լսում։ Եվ ամենասարսափելի մարդիկ գոռոցով են խոսում։ Իսկ Աստված ներկա է լռության մեջ։ Լռության մեջ է, որ սերը հաղթում է։ Երբ որ դու կարողանաս մի պահ լռել, այն ժամանակ նաև կարողանաս ինքդ քեզ ճանաչել եւ իմանալ քո նպատակը որն է այս աշխարհում, քո կոչումը որն է այս աշխարհի մեջ։ Մենք չենք եկել ուտել, խմել ու մեռնել։ Մենք եկել ենք այս աշխարհի մեջ սիրել, սեր տալ, սեր վերցնել, նորից մտնել հավիտենական կյանքի մեջ։ Ես սա եմ բոլորին մաղթում։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Աստված պահապան։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում էր Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարժ Քահանան։ Այսօր այսքանը կհանդիպենք կիրակի օրը։